Ծրագրի մասին լսեցինք համացանցից, արդեն հետաքրքրվեցինք, ժողովներ եղավ, նախարարությունից եկան, տեղակ պահեցին, իմացանք ու ուզեցին, որ օգտվենք։ Մենք էլ մեր տուն ունենանք։ 16 միլիոնը քիչ գումար չի, երբ որ տրամադրվել է բնակիչներին։ Արատ եմ ապրում այս պահին, բայց որ իմացա ծրագիրը կա, որոշեցի հետ գամ գյուղ, իմ գյուղը ապրեմ, իմ գյուղը զարգացնեմ ու շատ մարդիկ կան, որ պատրաստ են այդ նույն տարբերակով, իմ օրինակով, ոնց որ ասած, իրանք էլ սարքեն, հետ վերադառնան գյուղ, կուզեմ, որ շնորհակալություն հայտնեմ մեր պետությանը, կառավարությանը, որ այս ծրագիրը մեկնարկվեց, շատ մարդ, շատ ջահելներ, երիտասարդ ընտանիքներ կարողացան օգտվեն, տուն սարքեն, տանտեր դառնան, ավելի բարեկեցիկ կյանքով ապրեն։ Քաղաքացին պետք է սահմանամերձ բնակավայրում ունենա տնամերձ հողատարածք, որից հետո դիմում է համայնքապետարան, սահմանամասկարգով ստանում է շինարարության թույլտվություն եւ այդ փաթեթով ներկայանում է գործընկեր բանկերին։ Արդեն ծրագրին մասնակցեցինք, չափանիշները բավարարեց, հողը աճուրդով գնեցինք, արդեն դիմեցինք բանկ։ Բանկը իր հերթին նախ վարկային պատմությունն է ուսումնասիրում, որից հետո դիմում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, նախարարության կողմից տվյալ ընտանիքը, որովհետեւ դիտարկվում է սկզբից կին եւ ամուսին, հետո այս վերջում փոփոխություն եղավ նաեւ միայնակ մայրերը, եթե ունեն անչափահաս երեխաներ, ելի կարող են ընդգրկվել ծրագրի մեջ։ Շատ մեծ բան է տալիս այս ծրագիրը, որովհետև եթե մեր տնտեսությունը ավելանա, ո՞նց կարող վատ բան տա։ Տուրիստներն են շատանում, բնականաբար գյուղը մեծանում է, հնարավորությունները շատանում է ու շատ լավ ծրագիր է։ Սահմանամերձ բնակավայրերում երկարատև տարիներ կարելի ասել գրեթե ոչ մի շինարարություն չի արվել։ Տներ կառուցվել են քաղաքացիների կողմից, բայց այս մասշտաբի, այս թափով երբևէ չի եղել, նույնիսկ խորհրդային տարիներին այս ծավալի շինարարություն չի եղել Արենիում։ Շատ հրաշալի ծրագիր էր այս ծրագիրը, մեր գյուղը 40 տուն պատրաստ է, այս վիճակի արդեն, նույն ոնց որ իմ տունն է, նորից մի 10-12-ն էլ ինչ որ պատճառերով որ հետ էր մնացել, էդ էլ ալը։ Երբ որ արդեն 80% եւ ավել շինարարությունը կատարված ավարտված է, արդեն քաղաքացին իրավունք ունի ինքը ավարտական վկայական ստանա եւ ծրագրի պահանջն է, որպեսզի շինթույլտվության տրամադրման օրվանից 3 տարվա մեջ քաղաքացին կարողանա ունենա ավարտական ակտ։ Մոտ 20 տարի մեր ընտանիքը ապրել է ավելի հին տանը, ոչ այսպիսի պայմաններում, ու նպատակը մեկն է եղել տուն ունենալ ավելի հարմար պայմաններով։ Շատ լավ հնարավորություն է տալիս ոչ միայն մեզ նման ընտանիքների, այլ նաև նորաստեղծ ընտանիքներին կառուցենք մեր երազանքի տունը։